Գիտեք ինչքան էր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականին։ Կծիծաղեք, 16,000 Հայաստանի Հանրապետության դրամ։ 16,000 դրամ թոշակառուին տալիս էին, ասում են գնա, եթե կարաս գոյատևես, եթե կարաս ապրես, ապրի։ Ու այդ թոշակառուն, եթե մի բան էլ հանկարծ Աստված չանի ինչ-որ առողջական խնդիր էր ունենում, դա ավտոմատ նշանակում էր ուղղակի սնանկացում, կամ տունն էին ծախում, որ մի հատ վիրահատություն անեին, կամ վարկերի տակ էին ընկնում, կամ էլ չգիտեմ, էլ տանկույքն էին սկսում վաճառել։ Մենք նվազագույն կենսաթոշակը դարձրել ենք 16,000-ից, դարձրել ենք 36 պլյուս 20%, այսինքն մոտավորապես 43,000 դրամ։ Բայց սա դեռ ամենը չի, մեր սիրելի թոշակառուների համար մենք ներդրել ենք առողջապահության ամբողջական անվճար ապահովագրություն։ Իհարկե, այս ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում, բայց շատ բան է ծածկում։ Ուղղակի այստեղ հիմա այս տեսանյութով չգիտեմ ինչքան կերևա, ինչքան չի երևա, բայց դուք հիմա տեսնում եք այն բոլոր հիվանդությունների, այն բոլոր բուժումների ցանկը, որոնք որ ծածկում է ապահովագրությունը։ Այսինքն հերիք չի թոշակը բարձրացրել ենք 16,000-ից դարձնելով 43,000, մի հատ էլ դրա մեջ ներառել ենք ամենաթանկ բանը՝ առողջապահություն։ Այսպես են սիրում թոշակառուներին։ Ու վստահ եմ, այն մարդիկ, այն ընդդիմադիր ուժերը, որոնք հիմա ուզում են հետ գան իշխանության ու քննադատում են, թոշակներից են սկսել խոսել։ Հետ գալու հենց երկրորդ օրը թոշակները հետ են դարձնելու 16,000 դրամ։ Գիտեք ինչի։ Որտեւ այդ 16,000 դրամ թոշակ տալն է իրանց հնարավորություն տվել, որ իրանք 16 միլիոնանոց ասագնյակներ գցեն Երևանի ամենայուղոտ կտորներում։ Այդ 16,000 դրամ թոշակ տալն է իրանց հնարավորություն տվել, որ իրանց զավակները Երևանի փողոցներում ճռիկներ անեն ամենաթանկ մեքենաներով։ Այո, մենք հասկանում ենք, որ թեկուզ 43,000 դրամ նվազագույն կենսաթոշակը դա իդեալականը չի, դա մեր երազանքների կենսաթոշակը չի, որը որ մենք ուզում ենք տալ մեր քաղաքացիներին, բայց 27,000, եթե չեմ սխալվում, մոտավորապես դրամով թոշակի բարձրացումը դա բավականին լուրջ քայլ է, որովհետև եթե դուք նայեք օրինակ դրան նախորդած մինչև 18-6 տարում, գիտեք ինչքան է բարձրացել թոշակը, ասենք 12-ից 18 թվականներին։ Նվազագույն կենսաթոշակը բարձրացել է ընդամենը 3,000 դրամով 6 տարում, 3,000, այսինքն եղել է 13,000, դառել է 16,000։ Որտեվ դա է այն գինը, որը որ վճարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, վճարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ իրենց էլիտաները ցոփ ու շվայտ կյանք վայելեն։ Իսկ մենք սիրելի թոշակառուներ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր կյանքը ավելի բարեկեցիկ լինի, ձեր ծերությունը դուք արժանապատիվ ապրեք եւ հանկարծ ու ոչ մի պարագայում ձեզ միայնակ ու ձեզ լքված չզգաք։ Հենց դրան է միտված նաեւ ամենակարևորը այս առողջապահության ապահովագրությունը, որը ձեզ հնարավորություն է տալի մի շարք ամբուլատոր բուժումներ, մի շարք դեղորայքային բուժումներ, մի շարք վիրահատական բուժումներ ուղղակի ստանալ անվճար պետության կողմից։ Որովհետև թոշակառուների մասին այսպես են հոգ տանում եւ ոչ թե 16 կամ 13,000 դրամ տալով ասել գնա եթե կարաս ապրի։ Խնդրում եմ անպայման կիսվեք այս տեսանյութով, որ մարդիկ չտրվեն այն մանիպուլյացիաներին, որ տարածում են ընդդիմադիրները եւ տեսնեն թվերը եւ հիշեն թվերը ու հասկանան թե ով է։ Կիսվեք տեսանյութով։